որ ասում են մեկը մյուսի հետ չի համագործակցելու, խոսում են, բան ախր նույն հումքից սերված ուժերը ոնց կարող են չհամագործակցել, ավելին ասեմ, եթե կներեք, պես Նարեկ Կարապետյանը հանրայինի տաղավարում այդ առումով էլի ասաց, որ չի կարող ասել, իրենք գնում են հստակ իշխանություն վերցնելու իրենց վարչապետը Սամվել Կարապետյանն է լինելու, իրենք անգամ չեն էլ մտածել իրենց վարչապետը Սամվել Կարապետյանը չի կարող լինել, այդ մեկ սուտ, հաջորդը իրանք գնում են իշխանություն վերցնելու։ Հա, կոալիցիաների մասին անգամ չեն էլ մտածել։ Չի կարող այդպես բան լինի։ Այդ Նարեկ Կարապետյանի կուսակցությունում ընտրական այդ ցուցակում, Գագիկ Ծառուկյանի ընտրական ցուցակում, սենց ասեմ, 3 հիմնական ուժ չեն նշեցիք, 3 հիմնական, այսպես ասած, ընդդիմադիր։ Մենք ինչքան էլ իրենց 3-ի բաժանենք, այն երկուսը չունեն վարչապետի թեկնածու, ճիշտ է։ Ինչքան էլ ասեն, որ այնտեղ չի կարող, ստելու հարցը չի, հարցը իրականության մասն ենք չէ խոսում։ Գայիկ Ծառուկյան ասում է, ես չեմ ուզում, միակ ուժը որ հայտարարել է, որ ուզում է լինի վարչապետ, դա Ռոբերտ Քոչարյանն է։ Եվ հետո նայում ենք այդ 3 ուժերի ավելի շուտ այն մյուս երկուսի Ռոբերտ Քոչարյանն դնում են մի կողմ եւ նայում ենք այն մյուս երկուսի ցուցակներին նախընտրական եւ տեսնում ենք Ռոբերտ Քոչարյանի թիմից մարդիկ ինչպես են ծվարած այդ ցուցակներում։ Ինչ եմ ասում ծվարած։ Սրանք ես կարծում եմ երաշխիքներն են Ռոբերտ Քոչարյանի, որ երբ որ այդ ուժերը ինչ որ ձև անցնեն, այսինքն ինչ որ ձևով անցնեն, ասենք ինչ որ մի մասը անցնի խորհրդարան, ինքը իր մարդուն արդեն ի սկզբանե արդեն այդպես ասած ձվադրել է այդտեղ այդ ցուցակում, մասնավորապես հենց առաջի շարքերում, որովհետև ինքն էլ որպեսզի հանկարծ չթփրտան այն մնացած էլի եւ ինքը վարվի այնպես այդ ձայների հետ պատգամավորական մանդատ է չէ դա ինչպես ինքը ուզի եւ սրանով էլ ավելի ակնհայտ է դառնում որ այս ամեն ինչը Ռոբերտ Քոչարյանի համար է արվում